Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, մենք գտնվում ենք Apicius Armenia հյուրընկալման միջազգային դպրոցում եւ այսօր այստեղ պատրաստելու ենք տավուշյան մի կերակրատեսակ, որը կոչվում է թթու կաղամբով տապակա։ Օգտագործելու ենք թթու կաղամբ, խոզի միս, կանաչ խնձոր, սոխ, ուրց, աղ, սև պղպեղ եւ շատ ու շատ սեր եւ հոգու ջերմություն։ Վադիմի հետ ենք պատրաստելու։ Ուրեմն նախ եւ առաջ միսը կկտրատենք, այնպես պիտի կտրատենք, որ ճարպային մաս մնա եւ շատ կարեւոր է, որպեսզի միսը կտրատվի համաչափ, որպեսզի մենք բոլոր կտորները կարողանանք միաժամանակ ստանալ պատրաստի վիճակ։ Բացիմի պիտի խնդրեմ խնձորը մաքրի։ Տապակելու համար նախ եւ առաջ տապակը լավ պիտի տաքացնել։ Շատ բարձր ջերմաստիճան է հարկավոր սկզբի համար, որպեսզի անմիջապես կեղևապատվի միսը, որպեսզի սննդային արժեքների կորուստ չունենանք։ Նա կարող ենք մի քիչ իջեցնել։ Այո, շատ ճիշտ է։ Եվ շերտերով, այսինքն շատ կարևոր է ճիշտ տապակել միսը, այնպես, որ սննդային արժեքների կորուստ չունենանք, իսկ սննդային արժեքների կորուստ ունենում ենք այն դեպքում, երբ մենք ջերմաշարը սխալ ենք վերցնում։ Այսինքն եւ կտրատման եղանակ է իհարկե, մկանային հյուսվածքներին ուղղահայաց եւ ուղղահայաց կերպով տեղադրում ենք տապակի մեջ։ Սոխը նույնպես խոշոր շերտերի։ Այ հիմա մի քիչ կարող ենք առաջի շրջելու ժամանակ մի քիչ աղով համեմել։ Սկզբից այնքան էլ նպատակահարմար չի աղ ավելացնել, որպեսզի ջրազատում, ջրահեղուկից չզրկվի, որտեղ աղը նպաստում է հեղուկազրկման process-ին։ Բացի դրանից իհարկե աղով երբ որ մենք ջերմային մշակման ենք ենթարկում, սպիտակուցների որոշակի ամինաթթուներ վնասվում են։ Իսկ մեր ամենակարևոր նպատակը յուրաքանչյուր մթերքի հետ աշխատելիս այնպիսի մշակում, այնպիսի կոմբինացիա ընտրել, որի կիրառման դեպքում սննդային արժեքների կորուստը կնվազի։ Իհարկե, այդպես հնարավոր չի, որ այնպես անել, որ ընդհանրապես կորուստ չլինի, բայց որքան ցածր, որքան նվազեցնենք սննդային արժեքների կորուստը, այնքան հաջողակ կարելի է համարել այս կամ այն կերակրատեսակը։ Մանր ձողիկների կաղամբը խնդրում եմ։ Հիմա կարող ենք մի քիչ նաև սև պղպեղ անել, բայց այնքան որքան որ նախատեսել ենք, դեռ վերջնական չենք անում։ Մենք հիմա ուղղակի հարստացնում ենք որոշակի համերով, բայց վերջնական համային կոմբինացիան ամենավերջում է լինելու, ուրցի հետ միասին։ Այս կերակրատեսակի համային առանցքը ուրցի շուրջն է հավաքվելու։ Սոխն ենք հիմա, այսինքն խոշոր։ 1-2 րոպե հետո սոխը մի քիչ որ թեթև թուլանա, ավելացնելու ենք կանաչ խնձորը։
Պարոն Մամուլյան, մի փոքր կպատմեք ուտեստի ծագման եւ որ շրջանից է եկել։ Կերակրատեսակը Տաուշին բնորոշ, Տաուշի մարզին բնորոշ կերակրատեսակ է, ավելի շատ նոյեմբերյանի տարածաշրջանի, նոյեմբերյան շրջանի։ Եվ հավաքագրել ենք մենք մեր ուսանողների շնորհիվ, իհարկե որոշ փոքր շտկումներ արել ենք մենք, եւ դա շատ նորմալ է, եթե մենք հնագույն կերակրատեսակները կամ տատիկից ստացած կերակրատեսակը մի քիչ թեթևակի ձևափոխության, այնքան որ հարմար լինի եւ պատրաստելը եւ հանրային սննդի օբյեկտների մատուցելու համար։ Իսկ ներկայապահին Հայաստանում կգտնենք ինչ-որ սննդի հաստատություն, որտեղ նման տեսակի կերակրատեսակներ միջորս տալիս են։ Առայժմ ես տեղյակ չեմ, բայց մեր կազմակերպության նպատակը հենց այն է, որ այդ մեր հնարագույն կերակրատեսակները վերականգնենք եւ վերադարձնենք հանրային սնունդ։ Վերադարձնենք։ Հիմա մենք դրա համար գիրք ենք տպագրել Տաուշի խոհանոցը եւ այդ գիրքը պիտի որ օգտակար լինի այս առումով։ Հիմա խնձոր ենք ավելացնում։ Խնձորը լավ կլինի որ կանաչ լինի։ Վերցնենք եւ կափարիչը դնենք։ Մի քիչ շոքեխաշման արդեն process ենք իրականացնում։ Այսինքն գոլոր ավելի շատ գոլորշի տապակվում է իհարկե յուղը կա, իրենից զատված ճարպը կա, բայց որ ծածկում ենք արդեն նաև շոքեխաշման process է իրականանում։ Մի քիչ հետո, մի 2-3 րոպե հետո կավելացնենք նաև թթուկաղամբը, բայց ամենակարևոր հանգամանքը տեսեք, կերակուր պատրաստելիս բոլոր բաղադրիչները մեր մոտ է։ Դեռ չպատրաստած կերակրատեսակը մենք մտովի պիտի պատկերացնենք այս կերակրատեսակի համային կառույցը։ Այսինքն տեսնելով բաղադրիչները մենք պիտի արդեն պատկերացնենք թե ինչ համ ենք ստանալու եւ սկսած ենթահամերից, որը մթերքներն են իրար հետ տապակվող ջերմային մշակման ենթարկող, մինչև վերջնական այստեղ այս պահին ուրցնա, մինչև վերջնական համային կառույց ստեղծելը, պիտի մեր մտքի մեջ այդ ամբողջը պատկերացնենք։ Ինչ է կատարվում այստեղ։ Ինչ ունենք այստեղ։ Խոզի միս, սող, խնձոր։ Մի քիչ աղ ենք ավելացրել, մի քիչ պղպեղ։ Այ հիմա մենք մտովի պիտի հասկանանք, թե ինչ է կատարվում, այ համերի ինչ փոխադրություն է կատարվում, իրականանում մեկը մյուսին։ Եթե սա պատկերացրինք, մենք արդեն կունենանք վերջնական համային կառույցը եւ կունենանք մեր նույնիսկ անհատական զգացողությունը համի մեջ։ Այ մի քիչ հիմա հոտ քաշիր։ Ոնց որ արդեն մի քիչ ուրվագծվում է, դեռ չէ իհարկե ամբողջական, բայց ուրվագծվում է համային կառուցվածքը։ Տեսեք, սա պատրաստման եղանակը, բաղադրիչները, երևում է, որ շատ ավելի այսպես ասած տնական կամ գյուղական բաղադրատոմս է։ Խոհարարական տեխնիկան էլ է երևում, ցույց է տալիս։ Բայց մենք չենք կարող խուսափել այդպիսի կերակրատեսակներից։ Եվ այդպիսի կերակրատեսակները մեր խոհարարներիս պարտականությունն է դարձնել հասարակական սննդի օբյեկտների մատուցման վայել կերակրատեսակ։ Հիմա ինչ ենք անում։ Հիմա այս ամբողջը ծածկում ենք թթունով, կտրատված մանր թթվի զոհիկներով։ Ես այս կերակրատեսակի նման, ու մի քիչ նման կերակրատեսակ դեռ երեխա ժամանակ հիշում եմ, որ պատրաստում էին մեր տանը, բայց երբ որ մենք գյուղում էինք ապրում, բայց ոչ թե միս էին օգտագործում, այլ այն խոզի ճարպը, որ հալչում էր, հալեցնում, ինչ էր մնում տակը, այն խորխոզիկ էին ասում, այդ խորխոզիկով այսպես կաղամը տապակում էինք։ Հիմա պիտի պատրաստենք ափսեն, որի մեջ մենք մատուցելու ենք։ Այ հիմա
ամենակոմբինացված, ամենախառը համային վիճակն է, որը մենք արդեն կոնկրետացնելու ենք վերջում։ Վերջում պիտի կոնկրետացնենք։ Մի քիչ ջերմաստիճանը բարձր է, եթե դու նկատեցիր։ Սոխի։ Այո, սոխից։ Հիմա վերջնական արդեն համի ենք բերում, անջատում ենք մի քիչ աղ, նորից, մի քիչ պղպեղ, ուրցը, եւ ծածկում ենք։ Եվ հաշվում ենք մինչև 180-ը։ Մտքի մեջ։ Ընտրել ենք սպիտակ ափսեներ։ Ուրեմն առաջինը դու ես հոտ քաշելու։ 180-ը չէր։ 180-ը չէր, 120-ն էի հաշվել։ 120-ն էի հաշվել, այո։ 175 6 7 8 80 Սա մեր բնաշխարհին բնորոշ համեր հոտեր։ Բարեկամներ, այսքանն ենք պատրաստել մենք ձեզ համար, իսկ դուք եթե մինչ այսօր, մինչ հիմա փնտրում եք արարման վայրը, ուրեմն այլևս մի փնտրեք։ Արարման վայրը Արարատի երկրում էր եւ դա էր կամքը Արարչի։ Ամեն ինչ սկսվեց Ց օրենից։ Շնորհակալություն եւ ցտեսություն։